Անընհոր եւ Որդվա եւ Օգուն Սրբո ամեն։ Կընթերցեմ Հովանես Ավետարան 15-րդ գլխից, ուրեմն առաջի 17-րդ 17 համարները։ Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Ամեն մի ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է, եւ ամեն մի ճյուղ, որ պտուղ է բերում, նա զտում է այն, որ ել ավելի պտղաբեր լինի։ Արդ դուք մաքուր եք այն խոսքի միջոցով, որ ես ձեզ խոսեցի։ Մնացեք իմ մեջ եւ ես ձեր մեջ։ Ինչպես ճյուղը չի կարող ինքն իրենից պտուղ բերել, եթե որդի վրա չմնա, այնպես էլ դուք չեք կարող, եթե իմ մեջ չմնաք։ Ես եմ որդը, դուք ճյուղերն եք։ Նա, որ մնում է իմ մեջ եւ ես նրա մեջ, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկն իմ մեջ չմնա, նա ճյուղի պես դուրս կնետվի եւ կչորանա, եւ մարդիկ կհավաքեն դրանք եւ կրակը կգցեն, որ նրանք կվարվեն։ Եթե դուք իմ մեջ մնաք եւ իմ խոստումները ձեր մեջ մնան, պիտի խնդրեք ինչ որ կամենաք եւ այն պիտի լինի ձեզ։ Իմ հայրը կփառավորվի դրանով, որ դուք շատ պտուղ բերեք, այդպես դուք իմ աշակերտները կլինեք։ Ինչպես իմ հայրը ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի, հարատեցեք իմ սիրո մեջ։ Եթե իմ պատվիրանները պահեք իմ սիրո մեջ, պիտի մնաք, ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրո մեջ։ Այս բաները ես ձեզ հետ խոսեցի, որ իմ ուրախությունը ձեր մեջ մնա եւ որ ձեր ուրախությունը լրիվ լինի։ Սա իմ պատվիրանը, որ դուք միմյանց սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ավելի մեծ սեր ոչ մեկը չունի, քան սա, որ մարդ իր կյանքը դնի իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Այսուհետև ես ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ինչ է անում, այլ ես ձեզ բարեկամներ անվանեցի, որովհետև ամեն ինչ, որ ես իմ հորից լսեցի, ձեզ հայտնեցի։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ եւ ձեզ սահմանեցի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք, եւ որ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք հորից, նա տա ձեզ։ Այս եմ պատվիրում ձեզ, որ դուք միմյանց սիրեք։ Ամեն։ Ուրեմն այսօրվա պատգամը ես անվանել եմ Տիրոջ մեջ մնալ։ Եթե հիշեք այլակերպության ժամանակ, երբ Քրիստոս այլակերպվավ, ուրեմն Պետրոսը ասավ. «Ինչ լավ է, որ մենք այստեղ ենք»։ Իսկապես Տիրոջ ներկայության մեջ լինելը լավ է, որովհետև լի է քաղցրությամբ, ուրախությամբ, խաղաղությամբ, բժշկությամբ, օրհնությամբ, հաջողություններով, մխիթարությամբ եւ այլը եւ այլը։ Եվ Աստծու կամքն է, որ մենք Տիրոջ մեջ մնանք։ Դավիթ մարգարեն նույնպես Սաղմոսներին ասում է. «Նախընտրում եմ մեկ օր Տիրոջ տան մեջ բնակվեմ, քան թե տարիներ սրահներում եւ պալատներում»։ Եվ ուրիշ տեղ ասում է, որ իր փափակն է, որ միշտ Տիրոջ տան մեջ բնակվի, այսինքն Տիրոջ մեջ բնակվի։ Նոր Կտակարանում մենք Աննա մարգարեհու մասին կարդում ենք, որ ասում է. «Նա չէր հեռանում տաճարից, Տիրոջ ներկայությունից եւ աղոթքով, ծոմապահությամբ սպասում էր Քրիստոսի գալստյան»։ Այսինքն ինքը սովորել էր ինչպես Տիրոջ մեջ մնար։ Մովսեսի ժամանակ մենք տեսնում ենք, որ Տիրոջ ներկայությունը ամբի եւ կրակի սույնի միջոցով է, նույնպես ուրիշ պարագաներում տեսնում ենք ուխտի տապանակի միջոցով է Տիրոջ ներկայությունը, եւ Մովսեսը Աստծուն ասում է. «Եթե քո երեսը մեզ հետ չլինի, մենք չենք գնա ոչ մետեղ»։ Այսինքն ինչքան կարևորություն է տալիս Մովսեսը Տիրոջ հետ լինելը իրենց ճամփորդության ժամանակ։
Բայց մենք ինչպես ենք կարող Տիրոջ մեջ մնանք, երկու ձև կա Տիրոջ մեջ մնալու, մեկ անձնական եւ մեկը հավաքական, որ մենք կարող ենք եւ պետք է որ Տիրոջ մեջ մնանք։ Ուրեմն անձնականի մեջ մենք Տիրոջ մեջ մնում ենք աղոթքի կյանքով։ Քրիստոս թե հորդորում է անձնական աղոթները, թե հավաքական աղոթները։ Ասում է երբ ուզես աղոթես, մտիր քո սենյակը եւ աղոթիր ծածկագետ Աստծուն եւ նա քեզ հայտնապես կվարձատրի։ Ուրեմն մենք պետք է աղոթքի կյանքով, աղոթքով, անձնական աղոթքներով Տիրոջ ներկայության մեջ մնանք։ Նույնպես երբ որ Աստվածաշունչ ենք կարդում, աղոթքով, մտածելով, խորհելով, խոկումով, այդպեսով մենք մնում ենք Տիրոջ մեջ։ Եվ նույնպես հավատքով, երբ որ սպասում ենք Աստծո խոստումներին եւ Աստծո առաջնորդությամբ։ Աստծո խոսքը Հռոմեացիս գրքին ասում է. բոլոր նրանք, որ Աստծո որդիներ են, Սուրբ Հոգով առաջնորդվում են։ Ուրեմն եթե մնանք Աստծո ներկայության մեջ, Սուրբ Հոգով կառաջնորդվենք։ Իմանում եք, երբեմն հոգևոր կյանքի ներս մարդիկ շտապում են մեկ գործ Տիրոջ համար անեն, բայց Տերը կամենում է, որ առաջ իր մեջ մնան, հաստատվեն, արմատ գցեն եւ պտղաբեր քրիստոնյաներ լինենք։ Երբ որ Քրիստոսի մոտ եկան Հովհաննես Մկրտիչի աշակերտները, Քրիստոս Հովհաննես Մկրտիչի մասին այսպես վկայավ, որ նա արմատացած հավատացյալ քրիստոնյա եւ Աստծո ծառա էր, չէր նմանվում եղեգի, որ շարժվում էր։ Դժբախտաբար այսօր շատ քրիստոնյաներ այդ արմատը չունեն, որովհետեւ չեն մնացել Քրիստոսի մեջ։ Եվ Աստծո կամքն է, որ մենք մնանք իր մեջ։ Լռությամբ մտածենք Աստծո խոստումների մասին եւ հայտարարենք այդ խոստումները, որ Աստված մեզ տվել է, նա որ աղոթ լսող Աստված է, նա բժշկող Աստված է, նա ներող Աստված է, նա ողորմած Աստված է եւ հիշենք այդ խոստումները, որ Քրիստոսի արյան միջոցով Աստված եկեղեցուն եւ իր զավակներին տվել է։ Նույնպես մենք պետք է սպասենք եւ ընդունենք Սուրբ Հոգու լեցենությունը եւ այդպեսով մնանք Տիրոջ մեջ։ Մենք երբ որ դրոշմվում ենք, մկրտվում ենք, մկրտությամբ ուրեմն մեղքերից ազատվում ենք, դրոշմվելով Սուրբ Հոգին ընդունում ենք եւ Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգու մկրտությունը ունենք ըստ մեր եկեղեցի դավանանքի, բայց կարիք ունենք Սուրբ Հոգու լեցենության։ Ուրեմն այդպես որ մենք մկրտվում ենք, մեկ մկրտություն կա եւ մեր մկրտության ուխտը վերանորոգում ենք ապաշխարում ենք եւ վերանորոգում ենք մեր մկրտության ուխտը, նույնպես էլ մենք դրոշմվում ենք եւ մեկ դրոշմ կա, մեկ Սուրբ Հոգու մկրտություն կա եւ մենք ունենք դա, բայց պետք է վերանորոգենք մեր Սուրբ Հոգու կնիքը Սուրբ Հոգու լեցենությամբ։ Եվ ամեն պատարագի ավարտին պատարագիչը այսպես աղոթում լցրում ես քո Սուրբ Հոգով։ Ուրեմն մի միջոցներից, որ մենք կարող ենք անձնական մնանք Տիրոջ մեջ, դա որ Սուրբ Հոգով լցված կյանք ապրենք։ Եվ այդպես որ ասամ, մենք չշտապենք, երբեմն ուզում ենք Աստծո համար գործ անենք, Քրիստոս հետաքրքիր էր նախքան այդ որ համբարձվեր իր աշակերտներին մի մեծ առաքելություն տվավ, ասավ գնացեք ամբողջ աշխարհը ավետարանը քարոզեցեք։ Բայց նախքան այդ որ մեծ առաքելությունը կատարին, ասավ մնացեք Երուսաղեմում։ Այսինքն նախքան այդ որ գնալ ծառայել Աստծո համար պետք է մնալ Քրիստոսի մեջ, մնալ, արմատանալ, Սուրբ Հոգով լցվել եւ պատրաստվել եւ Աստծո առաջնորդությամբ քայլ վերցնել։ Ուրեմն երկրորդ բանը, որ մենք պետք է մնանք Քրիստոսի մեջ հավաքականը։ Քրիստոս
հորդորում է, որ ոչ թե միայն անձնական աղոթներ ունենանք, այլ եկեղեցի պետք է գնանք։ Այսօր շատ հավատացյալներ կան, որ ասում են ես իմ հավատք ունեմ, աղոթում եմ, աստվածաշունչ կարդում եմ, այլ եկեղեցի չեն գնում։ Բայց ինքը Աստվածաշունչը Եբրայեցիս թուղթիներս մեզ հորդորում է, որ իրար հավաքվելուց մի հեռացեք, այսինքն եկեղեցուց։ Եվ մենք կարիք ունենք եկեղեցին, եւ եկեղեցին էլ կարիք ունի մեզ։ Ամեն հավատացյալ այս ճշմարտությունը պետք է հիշի, որ ինքը կարիք ունի եկեղեցուն եւ եկեղեցին կարիք ունի իրեն։ Երբեմն մենք ասում ենք, մտածում ենք, ես եկեղեցի գնամ, ինչ եմ կարող անեմ, բայց իմ գնալով կարող եմ ուրիշի համար օգտակար լինեմ, թեպետ ինքս էլ կարիք ունեմ եկեղեցուն։ Ուրեմն հավաքական մենք երբ որ եկեղեցի ենք գնում, Քրիստոսի մոտ ենք գնում, որտեղ եկեղեցին Քրիստոսի հարսն է, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, չի կարող մեկը Քրիստոսին սիրի, եկեղեցուն չսիրի, փեսին սիրի, հարսին չսիրի, գլխին սիրի, մարմնին չսիրի, այլ պետք է, եթե Քրիստոսին սիրում ենք, եկեղեցուն սիրենք, եւ եղբայրակցության անվանումը ինչ է, եկեղեցասիրած եղբայրակցություն։ Այսինքն նա, որ եղբայրակցության անդամ է, եկեղեցասեր է։ Ճիշտ է Աստվածասեր է, բայց միևնույն ժամանակ եկեղեցասեր է։ Ուրեմն հավաքական, ինչպես են կարող Տիրոջ մեջ մնանք, նույնպես ընտանիական, ընտանիքը որպես մի փոքր եկեղեցի, որտեղ Քրիստոս ասա, որտեղ քանի հոգի հավաքվեն, իմ անունով ես այնտեղ նրանց ներկա եմ։ Ուրեմն ընտանիքով մենք պետք է Տիրոջ ներկայության մեջ մնանք։ Եվ նույնպես փոքր խումբերում աշխարհում ամեն տեղ, որ հոգևոր զարթոնք սկսում է, փոքր խմբերից է սկսում։ Տարիներ առաջ եղբայր Համլեթը մի խորհուրդ տվավ ինձ, ես միշտ հիշում եմ այդ խորհուրդը, որ մենք երբեմն մտածում ենք մեծ մարդկանցից, մեծ թվով մարդկանցից, բայց իմանում եք փոքր խումբեր հավատարիմ մարդկանցից, փոքր խմբի աղոթքի, երբ որ փոքր մարդիկ հավատարիմ լինեն, աղոթեն, Աստծո երեսը խնդրեն, ապաշխարեն, դարձի գան, Աստված կարող է մեծ գործեր գործի։ Եվ պետք է այս փոքր հավաքները եկեղեցում նույնպես եկեղեցասիրած եղբայրակցության մեջ լինի, ժամանակին հիշում եմ եղբայր, այսինքն լսացել եմ, որ եղբայր Համլեթը վկայում էր, որ հազարավոր աղոթքար ժողովներ ա լինել։ Եվ այդ որ եղելա բավական չի, մենք պետք է աղոթենք, որ Տերը նորից այդ բանը պարգևի մեր ազգին, եկեղեցուն եւ նույնպես եկեղեցասիրած եղբայրակցության։ Եվ դա հավատքով է, հավատարմության, որ մենք հավատարմորեն աղոթենք եւ խնդրենք, որ այդ բանը կատարվի։ Այս բաժինը, որ կարդացիմ Հովհաննես 15-րդ գլխին էր, Քրիստոսը ասում է, նա որ պտուղ չի բերում, Աստված կտրում է իրեն։ Դա խոսքը անհավատների մասին է, բայց նա որ պտուղ է բերում, նրան էլ մաքրում է։ Մենք երբեմն զարմանում ենք, որ ինչու դժվարություններ, խնդիրներ մեր կյանքում պատահում է, դա դրա պատճառն է, որ Աստված ուզում է մեզ մաքրի։ Եվ ամեն մաքրություն, ամեն էտում, երբ որ մի ծառ էտում են, ծառից կաթիլներ է թափում, ճիշտ կարծես ծառն էլ ցավում է, ծառն էլ արտասվում է, եւ ամեն մի էտում մաքրում կարող է մեր համար էլ ցավով լինի, բայց մենք պետք է իմանանք, որ Աստծո ձեռքին մեջ ենք եւ դա մեր համար է, որպեսզի մենք ավելի շատ պտուղ բերենք։ Մենք պետք է վստահենք Աստծուն։ Եթե մի բան մեր կյանքում լինում է եւ մենք չենք սիրում, չենք մանում ինչու է պատահել, վստահենք Աստծուն, որովհետեւ նա գիտի ինչ է անում, նա մաքրում է մեզ, որպեսզի մենք ավելի շատ պտուղ բերենք։
Քրիստոս ասում է իմ մեջ մնացեք եւ ես ձեր մեջ։ Ոչ թե միայն մենք Աստծո մեջ ենք, այլ Աստված մեր մեջ է։ Մենք ոչ թե միայն Քրիստոսի մարմնի անդամներն ենք, ոչ թե միայն Քրիստոսի ձեռքերի մեջ ենք, այլ ինքը Քրիստոսի ձեռքերն ենք, անդամներն ենք մենք։ Մենք Քրիստոսի մեջ ենք եւ Աստված մեր մեջ է, Աստծո խոսքը ասում է դուք Սուրբ Հոգու բնակարաններ եք, ամեն մեկս, առաջին Կորինթացիս 3:16։ Եվ նույնպես մենք էլ Աստծո մեջ ենք։ Եփեսացիս 2:6 շատ սիրուն համար է, շատ եմ սիրում այս համար, ասում է Քրիստոսի հետ Աստված մեզ էլ նստացրեց հոր աջ կողմը։ Այսինքն, որովհետև մենք հիմա եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ եթե Քրիստոս հիմա հոր աջ կողմն է, եկեղեցին էլ հոր աջ կողմն է։ Այսինքն, հարսը եւ փեսան, գլուխ եւ մարմին իրարից ջոկ չեն։ Այդպես որ Աստված մեր մեջ է, մենք էլ Աստծո մեջ ենք։ Եվ սա ավետարանն է ասում, դուք իմ մեջ մնացեք եւ ես ձեր մեջ։ Եփեսացիս մեջ նոր կարծեմ Քրիստոս ասում է Քրիստոսի հետ մեզ նստացրեց հոր աջ կողմում։ Եվ ուրիշ ձև որ մենք կարող ենք Քրիստոսին ընդունենք մեր մեջ Սուրբ հաղորդությունն է։ Երբ որ Սուրբ հաղորդություն ենք ստանում, ընդունում ենք Քրիստոսին իմ մեջ, մեր մեջ։ Քրիստոս հիշում եք Հովհաննեսի ավետարաններ ուրիշ տեղ ասում է ես եւ Հայրը ով որ իմ պատվիրանները պահի կգանք եւ կբնակվենք իր մեջ։ Սուրբ երրորդությունը բնակվում է մեր մեջ, որովհետև Սուրբ երրորդությունը իրարից անբաժան են եւ բնակվում են մեր մեջ։ Աստծո մեջ մնալը ես հավասարացնում եմ քայլել Աստծո հետ։ Եթե մենք նայում ենք Աստվածաշունչը եւ եկեղեցին մեզ 3 ձև օրինակներ, հերոսները ներկայացնում։ 5 կտակարանի օրինակները, նմուշները կամ հերոսները, նոր կտակարանի հերոսները եւ նույնպես եկեղեցու պատմությանը։ Բողոքական եկեղեցին երրորդը շատ գործ չունի, բայց մենք այս մեր համար մեծ պատիվ է, որ 3 խումբ մարդկանցից կարող ենք սովորենք, թե 5 կտակարանից, թե նոր կտակարանից եւ թե եկեղեցու պատմության ընթացքին բոլոր այդ սուրբերը, նահատակները, Աստծո ծառաները, որ հավատարմորեն ծառայել են։ Երբ որ կարդում ենք մենք Աստվածաշունչը, տեսնում ենք ասում է Ենովքը Աստծո հետ քայլում էր։ Նոյը Աստծո հետ քայլում էր։ Այսինքն դրանք Աստծո մեջ էին։ Եվ այն ինչ որ ես ուզում եմ ասեմ, դա է։ Այդ որ սկիզբը ասամ Պետրոսը որ ասավ լավ է որ մենք այստեղ ենք։ Իսկապես Տիրոջ ներկայության մեջ լինելը քաղցր է։ Երբ որ մեր սրտերը դառնությամբ լցված է, գնում ենք Տիրոջ ներկայության մեջ քաղցրանում ենք։ Երբ որ մեր սրտերը կոտրված է, Տիրոջ ներկայության մեջ բժշկվում ենք։ Երբ որ մենք անմխիթար ենք, գնում ենք Տիրոջ ներկայության մեջ մխիթարություն ենք գտնում։ Երբ որ հոգսերը, դժվարությունները մեր կյանքը դառնացրել է Տիրոջ ներկայության մեջ մենք ուրեմն լուծում ենք գտնում եւ քաղցրանում ենք։ Քրիստոս Հովհաննես 15-ին ուրիշ բաժին ասավ առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Եվ մենք պետք է այս իրականությունը իմանանք, որ մեր գիտությունը, մեր փորձառությունները, մեր կարողությունները աշխարհիկը չեն կարող հոգևոր պտուղներ Աստծո համար բերեն։ Հոգևոր պտուղ բերելու համար մենք պետք է մնանք Աստծո մեջ, մնանք Քրիստոսի մեջ։ Ուրիշ ձև առանց Քրիստոսի մենք չենք կարող պտղաբեր, զավակներ եւ ծառաներ լինել Աստծո համար։ Աստծո նպատակը դա որ մենք պտուղ բերենք, Հովհաննես 15-16-ին ասում է եւ շատ պտուղ բերենք։ Մենք կարող է պտուղ բերել ենք
Երբեմն մարդկանցից հարցնում են քո ծառայությունների մասին, ասում ես անցյալում էսեր եմ արել, ուրեմն անցյալով մենակ չբավարարվենք, պետք է շարունակ պտուղ բերենք։ Չէ մենակ անցյալում ենք պտուղ բերենք, ներկայում պետք է պտուղ բերենք, եւ շատ պտուղ բերենք, եւ ասում է ձեր պտուղը պետք է մնա։ Ինչ է նշանակում ձեր պտուղը մնա։ Այսինքն, եթե օրինակ մենք մեկին վկայում ենք, ավետարանում ենք, ուսուցանում ենք, քաջալերում ենք եւ ինքը գալիս է Աստծո մեջ, մենք պետք է շարունակական հետևենք, որ ինչ անի, ինքը մնա Աստծո մեջ, այսինքն ձեր պտուղը մնա, դա է նշանակում։ Ուրեմն պտուղի մասին Աստված կամենում է, որ մենք պտղաբեր լինենք, երբ որ մնում ենք Իրանյաս, եւ պտուղները Գաղատացիս 5:22 խոսում է Սուրբ Հոգու պտուղների մասին, որ ինչեր է, ուրեմն բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Սրանք Սուրբ Հոգու պտուղներն են, սրբությունը, սերը, հնազանդությունը, աղոթքը, բայց դա բացի այս ներքին պտուղներից մենք պետք է արտաքին պտուղներ ունենանք, այդ ազդեցությունը, որ թողնում ենք աշխարհի վրա։ Եկեղեցին ուրեմն կանչվել է, որ Քրիստոսի գործը շարունակի։ Քրիստոսը քարոզում էր անհավատներին եւ ուսուցանում էր հավատացյալներին։ Եվ եկեղեցին էլ այսօր նույնը պետք է անի։ Իհարկե նույնպես Քրիստոսը բժշկում էր հիվանդներին, եկեղեցին էլ պետք է նույնը անի։ Աղոթի հիվանդների բժշկության համար, նրանք որ մարմնով եւ հոգով վիրավորված են, եւ քարոզի անհավատ աշխարհին եւ նույնպես ուսուցանի հավատացյալներին։ Եվ ուրեմն Աստծո ծրագիրը դա, որ մարդիկ դարձի գան։ Այսօր աշխարհի 2/3 քրիստոնյա չեն։ Եվ երբեմն մենք անտարբեր ենք, չենք աղոթում։ Աստված կարող է ամեն մեկից օգտվի։ Եվ մյուս 1/3, որ քրիստոնյա են, դրանցից շատերը կարիք ունեն ճշմարիտ ուսուցում ստանալու համար։ Դրանցից շատերը կարող է կարիք ունեն մխիթարության եւ ուսուցման եւ ուրիշ ծառայությունների, որ մենք կարող ենք անենք։ Եվ Աստված երբ որ մենք պտուղ ենք բերում, նոր կարդացի Հովհաննես 15-ի մեջ ասավ Քրիստոս հայրը փառավորվում է, որ դուք պտուղ եք բերում։ Ուրեմն եթե ուզում ենք Աստծուն փառավորենք, պետք է մենք պտղաբեր քրիստոնյաներ լինենք։ Եթե հիշում եք, ավետարանում Քրիստոսը ասում է. «Եկեք ինձ մոտ», այո, երբ իր աշակերտներին կանչում, ասում է եկեք ինձ մոտ։ Առաջի քայլ ուրեմն դա որ գանք Քրիստոսի մոտ։ Երկրորդ քայլը դա որ ասում է մնացեք իմ մեջ, մնացեք Երուսաղեմում։ Ուրեմն երկրորդ քայլը դա որ մնանք եւ երրորդ քայլը ասում է գնացեք։ Ավետարանը քարոզեք։ Եկեք, մնացեք Քրիստոսի մեջ եւ Քրիստոսին տարեք աշխարհը։ Ուրեմն եկեք հոգևոր ծնունդն է, դարձն է։ Մնացեք այդ ընթացքն է, որ հոգևոր աճն է։ Եվ գնացեք ծառայությունն է։ Եվ ամեն քրիստոնյա ոչ թե մենակ պետք է սնվի, ոչ թե մենակ պետք է սովորի, այլ ինքը կարող է դիշ որ սովորելը իր կարողության չափով ուրիշներին էլ փոխանցի։ Ինքը կարող է վկա լինի Քրիստոսի։ Հետաքրքիր է Քրիստոսը ինքը Քրիստոսից զբաղված մարդ չկար, ծառայություններով լի, բայց թեպետ Քրիստոս ինքը բավականին զբաղված էր, բայց ծառայություններով, քարոզներով, հիվանդներին բժշկելով, ուսուցանելով, բայց ինքը բավականին ժամ էր հատկացնում Տիրոջ մեջ մնալ, աղոթել։ Եթե Քրիստոսը կարիք ուներ Տիրոջ մեջ մնալ, ինչքան ավելի շատ մենք կարիք ունենք դրան, որ Քրիստոսի մեջ մնանք, որպեսզի աղ եւ լույս լինենք, պտղաբեր եւ ազդեցիկ քրիստոնյաներ լինենք, որպեսզի
երկնային իմաստությունը ստանանք, իմաստությամբ իմանանք մեր ժամը, մեր կարողությունը ինչպես օգտվենք։ Ուրեմն Քրիստոսի մարմնի ներս անպետք անդամ չկա։ Ծաղկազարդի օր հիշում եք Քրիստոս երբ որ ասավ գնացեք այդ ավանակին ազատեցեք, երբ որ հարցրան ձեզ ինչու եք տանում, աշակերտներին ասավ ինչ կասեք դա Տիրոջը պետք է։ Եվ Աստված էլ մեզ որ ազատեր այդ ավանակին ազատան, Աստված էլ մեզ մեր կապանքներից, մեղքերից ազատեր եւ մենք Տիրոջը պետք ենք, պիտանի ենք։ Սատանան ուզում է որ մենք մտածենք, որ մենք Տիրոջը պետք չենք, բայց դա սուտ է, ամեն մեկս Տիրոջը պետք ենք, մենք ոչ թե Տիրոջ զավակներն ենք, այլ պետք է Տիրոջ ծառաները լինենք։ Յան մեկ եկեղեցիները այսօր աշխարհում ինչու չեն աճում, որովհետև անդամները կարծում են, որ մենակ նրանք, որ բեմից խոսում են, նրանք պարտականություն ունեն։ Բայց եթե ամեն մի անդամ իմանա, որ ինքն էլ պարտականություն ունի, այդ ժամանակ եկեղեցին կընդարձակվի։ Նույնն էլ եղբայրակցության մասին։ Այսինքն ամեն մեկս այսօր թե ներկաները, թե բացակաները պարտականություն ունենք։ Եվ երբ որ մեր պարտականությունը ճիշտ չանենք, եկեղեցին եղբայրակցությունը կթույլանա։ Եթե ճիշտ անենք, կզորանա։ Ուրեմն կապված է մեզ։ Այդպես չի որ մենք մտածենք ինչ ուզում է կլինի, ինչ որ Աստծո կամքն է կլինի։ Չէ, Աստծո կամքը կատարելու համար մենք էլ անելիք ունենք, մենք էլ պետք է աշխատանք տանենք, մենք էլ պետք է այդ ուղղությամբ քայլենք, որպեսզի օգտակար լինենք։ Վերադառնանք այլակերպության բաժինին, հիշում եք, երբ որ Պետրոսը ասավ, լավ է որ մենք այստեղ ենք, այդ ժամանակ Աստծո ձայնը եկավ, որ դա իմ սիրելի որդին, սրան լսեցեք։ Այո, լավ էր Աստծո ներկայության մեջ, բայց պետք է իրանք գնին աշխարհ։ Իմանում եք ինչու համար մի հատ հավատացյալ, որ ապաշխարում է Աստված անմիջապես իրան երկինք չի տանում, մենք գիտենք, որ մեր իսկական տունը երկնքում է, ընդ շատ լավ է այստեղից, ընդ մեծ ուրախություն կա, մեծ խաղաղություն կա, դժվարություն չկա, հոգսեր չկա, բայց Աստված մեզ պահում է այս երկրի վրա, որպեսի լույս եւ աղ լինենք, որպեսի այդ Քրիստոսի ներկայությունը տանենք աշխարհի ներս։ Աստված կարող է մի հրեշտակի միջոցով աշխարհում քարոզի, բայց Աստված այդպես չի ուզում։ Աստված ուզում է ամեն ինչը մարդու միջոցով անում։ Այս Աստվածաշունչը, որ Աստծո գիրքն է, մարդու միջոցով է գրվել։ Մի աստվածամարտկային է։ Նույնպես էլ Աստված այսօր իր գործը մասնակից է դարձնում մարդուն։ Հենց այն սկզբից, երբ որ Աստված արարչագործություն արավ, Ադամին տվավ, որ կենդանիների անունը տնի։ Աստված մարդուն մասնակից է դարձնում իր գործին։ Աստված իրավունք տվավ, որ մարդ եւ կին ստեղծեն մեկին Աստծո կերպարանքով։ Աստված մեզ մասնակից է դարձնում իր գործին եւ այսօր էլ Աստված կամենում է, որ մենք ուրեմն մնանք իր մեջ եւ պտղաբեր քրիստոնյաներ լինենք։ Եվ արդեն այսօրին, որ մոտենում ենք Սուրբ Հարության տոնին, ամեն մեկս մտածենք, այսօրին շատ մարդիկ եկեղեցի են գալու եւ աղոթենք եկեղեցու համար։ Աղոթենք, փառք Աստծո, եկեղեցիները լիք են, բայց բավական չի։ Աղոթենք, որ նրանք, որ գալիս են եկեղեցի, իրապես Տիրոջը ճանաչեն։ Նրանք, որ չեն գալիս եկեղեցի, Տիրոջը ճանաչեն։ Եվ մարդիկ իրենց հավատքը իրական լինի, հիմնված լինի Աստվածաշունչի վրա։ Եկեղեցի չգնան մենակ իրենց անձնական կարիք ստանալու համար, այլ եկեղեցի գնան որպեսի ճանաչեն իրենց արարիչ եւ փրկիչ Աստծուն։ Եվ ամեն մեկս թող որ այն շնորհքը, որ Աստված մեզ տվեր է, չարհամարենք։
Այն կարողությունը, որ ունենք, չարհամարենք, չարժանազրկենք մենք մեզ։ Մենք կարող ենք օգտակար եւ պիտանի լինենք, աղ եւ լույս լինենք։ Ամեն մեկս մեր մասին ասենք, ես պետք եմ Տիրոջը, ես պետք եմ եկեղեցուն, ես պետք եմ եղբայրակցության։ Ես ինչ եմ կարող անեմ։ Մարդիկ երբեմն ասում են, ինչու եկեղեցի չեք գնում, ասում են, եկեղեցին իմ համար ինչ է արել։ Բայց պետք է մենք հարցնենք, մենք ինչ ենք արել եկեղեցի, մենք ինչ ենք անում եկեղեցու համար։ Մենք միշտ սպասենք ուրիշը մեր համար մի բան անի։ Մենք ինքներս Աստծո առաջնորդությամբ, մնալով Աստծո մեջ, աղոթքով եւ աղոթքի կյանքով, այն ինչ որ Աստծո կամքն է կատարենք։ Աստված օրհնի բոլորի, թող որ բոլորս մնանք Քրիստոսի մեջ, պտուղ բերենք, շատ պտուղ բերենք եւ մեր պտուղը մնա եւ մեր Աստվածն ու Փրկիչը փառավորվի։ Ամեն։